ջան, ստեղա։ Քուչ, դեմքդ։ Դեմքս ինչ։ Ինչ ա եղել, հիմա ուրիշ գույն ա եղել։ Հա։ Սովորական մարդկային գույն մարդ ջան։ Լուրջ ես ասում, հայելի նուրա։ Արա հայելի։ Ճիշտ է։ Արա դե ողոր մատիկ ուստես ճիշտ էր ասում էլի։ Ասում էր շանկացածը շունն էլ բուժում ա։ Ես որ ասում էի Մարատ Արշավիրովիչի գործի գիտակն է, դու չէիր հավատում։ Արա բայց ինչ լավ ա, չէ՞ որ մարդու երեսը կապույտ գույնի չի։ Պետջան մեկ ծրագիր են ծրագրավորել, թե աս անգամ ինչպես գիտնանք բարոն Գուրգենին իրական միլիոնադիրոջ անունը։ Մինչ այդ ծրագիրը իրագործելը գուզենք քեզի հետ համաձայնության գալ։ Բայց ես ինչ կապ ունեմ ձեր պլանների հետ, որ մի հատ էլ իմ հետ համաձայնության գնանք։ Դե Բեկջան, այս վերջի դեպքերից հետո կարելի ասել, որ մեր պատճառով էր, որ քեզ ձերբակալել էին, ու մենք չենք ուզում, որ նույնը կրկնվի։ Չպետք է կրկնվի։ Ու դուք դրա համար ամեն ինչ կանեք։ Բայց ընդհանուր հաշվով այս ձեր խնդիրն է, ոչ թե ու դուք գլուխները ցավացրեք։ Թե դա ոնց է անում։ Մենք հենց ադոր համարալ գուզենք քեզի հետ խոսել, բարոն Բեկ։ Ես ձեր հետ խոսալու բան չունեմ։ Ձեզ տրամադրված ժամանակից 1.5 օր անց է ու մնացել է ճիշտ այդքան։ Ու դուք ոչ թե պետքա գայիք ինձ հետ պլաններ համաձայնացնեիք, այլ գործով զբաղվեիք։ Մենք հենց դրանով էլ զբաղված ենք, Բեկջան, ուղղակի Լսեք տղեկ, ինչ եմ ասում։ Ես հիմա ավելի շատ լուրջ խնդիրներ ունեմ, քան դուք եք։ Ու դուք հիմա ճիշտ բան կանեք, որ թողեք գնաք ու 1.5 օր հետո գաք ինձ ասեք այդ շահողի անունը։ Պարզ է։ Հա, պարզ է, արի գնացինք գանազը։ Մեկ վագան գեցի դեգրամ, նստիր վագյամը։ Ад ինչ խնդրեմ է որ ունես, բարոն Բեկ։ Կրնակ մեկ ծևով քեզի օգնել։ Դուք ավելավա ձեր խնդիրների մասին մտածեք, ոչ թե իմ։ Կհասկանամ, որ բարոն Բեկ, բայց մեր խնդրեմը բիզնեսին հետ կապված է։ Բայց եթե դու ունես ազնական խնդրեմ, մենք գուզենք քեզի օգնած լինենք, գագամ։ Հա, Բեկջան, գործը գործ, բայց մարդկային էլ մարդկային։ Ճիշտ է, միլիոնատիրոջ հարցում գուցե մի քիչ թերացել էինք, բայց մնացած բոլոր հարցերում կարանք քեզ օգտակար լինենք, եթե իհարկե գաղտնիք չի։ Չէ, գաղտնիք չի։ Ինչ որ մարդիկ հիվանդանոցից գողացել են հորս։ Ինչպես թե բարոն Բեկ։ Ինչու համար։ Եվ այդ առևանգիչները ինչ պայմաններ են դրած քո առջև, չեմ հասկանում։ Այդ ամբողջ հարցը դրանում է, որ ոչ մի պահանջ առաջ չենք հաշվում։ Բեկջանից կա մարդիկ ում դու կասկածում ես։ Մարդիկ շատ կան, իմ ընտանիքի թշնամիները, հենց իմ թշնամիները, որ այդ ձևով ուզում են ինձանից վրեժ լուծեն։ Կամ հենց դուք։ Մենք բարոն Բեկը հանակ կնեք որ դիգրան։ Քեզ թվում է, որ Բեկը կատակ անելու տրամադրություն ունի, հա, Վարազդատ։ Չէ, Բեկջան, ես անի չէի ուզել ասել։ Ուղղակի գուզեմ որ Տիգրանին հասկացնել, որ իրականում դու չես մտածել, որ մենք անակ բան գնենք։ Եվ ինչու համար մենք անակ բան պետք է գնենք։ Հա, Բեկջան, մենք դες բան չէինք անի։ Են էլ քո հոր հետ։ Դա բացառվում է։ Հա, դուք չէիք անի, քանի որ դուք ապուշ չեք։ Ու հասկանում եք, որ երբ ես կիմանամ, թե ով է գողացել հորս։ Այդ մարդիկ էլ էս կյանքում արևի լույս չեն տենա։ Լսում եմ։ Ուշադիր ինձ լսի ու հարցեր մի տուպեք։ Հերդ իմ մոտ է ու առայժմ նրա հետ ամեն ինչ կարգին է։ Ես քեզ վաղը կզանգեմ ու կասեմ ինչա պետք անել նրան ազատելու համար։
Հիմա դուք իմացաք ինչ պետք է անեք։ Գնացեք ազատեք ու 1.5 օր հետո գաք ինձ ասեք այդ շահողը անում։ Ամեն բան հասկացանք, բարոն բեկ։ Հացիկ դու։ Չիկ, Բեկ ջան։ Զանգի պոնչին ասա, որ հանգիստը վերջացել է, թող շուտ հետ գա։ Եղավ Բեկ ջան, կզանգեմ, ոնց ասես։ Այդենց անդր պատմության մեջ եմ գե։ Երջո ջան։ Մարդուն ուզում էի լավություն անեի, հասցնեի այրապորտ ու ռեսից շուշանալ։ Գայիշնի կկանգնացրև, թե խմացես պրավայլ չունես։ Ավտոն տրա պլաշատկա։ Բավարում գիտի է դրա մասին։ Գիշ չեմ վարոյին ասեմ։ Ոչ վանոն է տեղյակ, ոչ էլ բաբոն։ Իրանց ասել եմ, թե ավտոն տարել եմ ուստի մոտ ու փախել եմ։ Բայց խես փախել։ Կպել են, թե ասա մաշնան որդի է։ Գնանք տենանք։ Ես ու չէի ասելու ավտոն տարել եմ պլաշատկա։ Աբր ռեկ սպանեին է։ Դու ելո չասիր այդ տան աշեն։ Հա, կսպանեին։ Բախտս բերես, որ քո մաշտոկն ինձ խփեցիր։ Դու ելո չասիր կարապետ բախտի բաներ։ Տան աշեն լեղից ջուր դարա, որ իջա տեսա մաշտից դեմ ընկած ես։ Կարևորն այդ չի։ Կարևորն է, որ սաղ սալամա դեմդ նստած եմ։ Էսա դու ինձ մի քիչ փող կտաս, կգնամ ավտոն պլաշատկիցը կհանեմ, կտան վարոյի։ Երջո, ինձ մի 100,000 ման այդ կտաս, պարտքով էլի։ Դու 200,000 կտամ, Կարապետ ջան, առանց պարտք, մենակ դու մարդու չասես էլ ես դեպքի համար։ Արա դե, լավ տղա ես երևում է, ջիգյարդ ուտեմ, կուկեն ասդեմ խմեմ։ Չէ, Կարապետ ջան, արի խմենք քո կենացը, որ սրանից հետո էլ սենց փորձանքների մեջ չընկնես։ Այն կենացին կուկեն ասդել եմ միացնեմ, որ սրանից ետը, զս փորձանքի ռաշ չգազ երջո։ Ապրիս։ Մի հատ էլ կոփե չխմենք։ Բա ուշ չի Կարապետ։ Կարող էլ չքնես, քշերվա ժամը 3-ն է։ Աշունը կաղալովը չի սատկի է, ասա, կնգանը տասա մի կոփ է դնի, ու կաղցր, ես կաղցր շատ եմ սիրեմ։ Ոնց կուզես, խմողը դու ես։ Մարգո մի հատ կոֆե դիր, քաղցր։ Հա։ Մարգո չես լսում։ Կարապետ ջան, դու հացդ կեր, ես սա մի հատ ասեմ թող կոֆե դնի գամ։ Կեր։ Հա, Երջո ջան։ Հանգիստ եմ։ Մարգո, ես որ ձենեմ տալիս չես լսում։ Ընդհակառակը շատ լավ լսում եմ ու ինադու ձեն չեմ հանում Երջո։ Յանի որ ինչ։ Յանի են Երջո, որ գիշերվա ժամը 3-ն է, այդ 1, երկրորդը իմ քունը տանում է, իսկ երրորդը այդ կարապետը ինձ ընդհանրապես դուր չի գալիս։ Կամաց, այդ կարապետը ինձ էլ դուր չի գալիս, Մարգո, բայց եթե չես մոռացել, ես այդ մարդուն մաշնի տակ եմ գցել ու հիմա խաթրն եմ արվում, որ չգնա ու բողոքի, ու լավ կլինի դու էլ նույն ձև վարվես։ Լսի Երջո, ես դրա նմաններին լավ եմ ճանաչում։ Հիմա կուտասնես կխմացնես, կասի ամեն ինչ լավ է, ոչ մի բողոք չկա։ Հետո առավոտ կվերկանա, կգա մեր տուն ու կասի Երջո ջան, մի քիչ էլ փող տուր։ Մարգո, այդպես բան չկա։ Ես կարապետի հետ խոսացել եմ, ինքը ինձանից պարտք ու պահանջ չունի։ Բա որ չունի, էդ ինչ փողերի մասին էիք խոսում, որ պետք է իրան տաս։ Մարգո, այդ լրիվ ուրիշ փող է, այս գործի հետ կապ չունի։ Չէ, ունի, ու շատ ուղակի կապ ունի։ Դու ուղակի այդ կապը չես տեսնում, Երջո։ Մարգո, չեմ հասկանում ինչ ես առաջարկում։ Ինչա, ուզում ես ես այդ մարդուն դուրս հանեմ, ասեմ գնա ինչ ուզում ես եղի, հա, էդա քո առաջարկը։ Չէ, Երջո, այդ չի։ Ես ուզում եմ, որ դու իրան չհավատաս։ Փողը դուր թող գնա իրանց տուն։ Մարգո, փողը կտամ, բայց ինքը այս գիշեր մեր տունն է մնալու։ Ինչի՞ է մնալու է։ Նրա համար Մարգո, որ ես վստահ լինեմ, որ իր հետ ամեն ինչ նորմալ է, ոչ թե գնա ճանապարհին էլի ուշ կգնա ու իր այդ մի բան պատահի ու ինձ մեղադրեն դրա համար։ Լավ, Երջո, թող մնա, բայց առավոտ դրանից մի հատ գրություն կվերցնես, որ ինքը քո հետ ոչ մի պարտք ու պահանջ չունի։ Այդ կլինի մեր ստրախովկեն։ Այդ կոփեն ինչ եղավ է։ Խաշ ոչի, արագ բերեք խմեմ է։ Հələ դրան նայ է ոնց է հրամայում։ Ոնց իր հոր տանը լինի։ Մարգո,
Ցավետ տանեմ, կոֆեն շուտ արա բեր թող խմի, ես էլ քնելու հարցերը լուծեմ, մենք էլ գնանք քնենք։ Հոգնած ծածկում եմ։